Հարգելի խաղողագործներ, ներկայացնում եմ իմ ունեցած քիչ-միշ խաղողի նկարագրությունը սեպտեմբերի 18-ի դրությամբ։ Սա քիչ-միշ բրադի չմոնա, 5 սանտի երկարություն ունի։ Ինչ կա մեջը, կորիզ կա թե չկա։ Նայեք, բոլորովին մաքուր է, լրիվ մաքուր է, ոչ իման չկա մեջը։ Սա արդեն 2 ամիս է հասած մովի վրա է, արդեն չամիջ է դարել, փափկել է արդեն։ Նախկինում սա 15-18 գրամ էր, հիմա արդեն ինչքան է լինելու, հիմա կլինի 10 գրամ երևի, 8-9 գրամ հիմա, որտեղ չամաքել է։ Սա քիչ-միշ Յուպիտերն է, երեխաների սիրած խաղողն է, ամերիկյան ճապոնական սորտ է համատեղ արտադրության։ Կեղևը շատ բարակ է, շատ համով է, իմանում է -30 շանցրտերին, որը որ երեխեքը շատ են ուտում, սիրում են նայ ամենալավը, սա ամենահրաշ խաղողն է։ Կեղևը բարակ է, բենայինտ մեջ հալվում է։ Սա քիչ-միշ ստալետյան է, ամերիկյան սորտ է։ Նայենք ինչ կա մեջը։ Նայեք, լրիվ մաքուր է, չամիջի արտադրության հումք է համարվում։ Տեսնենք ինչքան կլինի քաշը, 7-8 գրամ։ Սա քիչ-միշ Արարատն է։ Երեք ու 6 սանտի։ Սա էլ ամերիկյան սորտ մաքուր քիչ-միշ է։ Տեսնենք ինչ կա մեջը, կորիզ կա թե չկա։ Նայեք, լրիվ մաքուր է, ոչ մի բան չկա։ Տեսնենք սա քաշն ինչքան կլինի։ Սա էլ 7-8 գրամ։ Սա ալվիկան է, իրականում սրա մեջ լինում է 2 հատ կորիզ, մանր փոքր կորիզներ, տեսնենք մեջը կա, պահպանվել է թե չէ։ Նայեք, չկա ոչ մի բան, լրիվ քիչ-միշ է դարել, ուրեմն ըստ խաղողագործների տվյալների գիբերինով մշակման դեպքում կորիզը վերանում է, սրա մեջ եղել է կորիզ, բայց վերացել է գիբերինի մշակման պատճառով։ Գիբերինը հորմոն է, բնական հորմոն, ստացել են ճապոնացիները սրանից 100 տարի առաջ, հիմա ամբողջ աշխարհում օգտագործում են, բոլորը դրանով են շուկա մտնում։ Սա քիչ-միշ ավատարն է, քիչ-միշների թակուին է համարվում, իրոք որ թակուի է։ Տեսնենք, սա հասել է օգոստոսի 10-ին, մինչև հիմա առողջ վիճակում մնում է մովի վրա։ 3 ու 7 սանտի, սրանից 5 սանտի էլ եմ ունեցել, սա ուղղակի վերջի ճթերն է, լավերն երեխեքը կերել են։ Սրա մեջ էլ ոչ մի բան չկա։ Նայեք։ Սա քիչ-միշ յասյան է։ Տեսնենք ինչքան երկարություն կունենա։ 3.66։ Տեսնենք ինչ կա մեջը, կորիզ, բան, կա թե չկա։ Նայեք, ոչ մի բան չկա։ Սա քիչ-միշ խելոյինն է։ Ամերիկյան սորտ է։ Շատ սիրուն խաղող է։ 3 ու 6 սանտի։ Սրա մեջ ռյադում են պատահում է որոշ մասի մեջ, բայց մեծ մասամ չի լինում, տեսնենք սրա մեջ կա թե չկա։ Կա ռադիում են, սա տրորվող կորիզ է, ուտելուց չի նկատվում, նայեք որ կանաչ կորիզ է։ Հələ մեկ ուրիշը կտրեմ, տեսնեմ կա մեջը։ Սրա մեջ չկա։ Հազվադեպ լինում է, որ մեջը ռադում են տրորվող կորիզ լինում է, բայց ուտելուց չի նկատվում։ Ունեմ բավականին տնկիներ, տնկիները վաճառում եմ աշնանը ցրտարությունից հետո եւ գարնանը ապրիլ-մայիս ամիսներին։ Կարող եք զանգահարել 094 906 649 հեռախոսահամարով։